Ժամերգությունները կամ հանապազօրյա պաշտոներգությունները եկեղեցական օրվա տարբեր ժամերին մեր եկեղեցու ծիսակարգի անբաժան մասն են։ Հատկապես մեծ պահքի շրջանում շատ կարևոր է մասնակցել այս արարողություններին և աղոթքով ու վերափոխվելով պատրաստվել Սուրբ Հարությանը։ Մայրաթոռի միաբանների թափորն ուղեկցում է Հայոց Հովվապետին դեպի Մայր տաճար, որտեղ նորին սրբության հանդիսապետությամբ կատարվելու է հանգստյան ժամերգություն։ Թևակողել ենք Մեծի պահոց շրջանը, որը ապաշխարության և ինքնանորոգման հիանալի ժամանակահատված է յուրաքանչյուրիս համար։ Այս ընթացքում ոչ միայն փոխվում է յուրաքանչյուր քրիստոնյայի ներաշխարհը, այլև մեր եկեղեցու ծիսական կյանքի մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Այս օրերի ժամասացության ամբողջ շեշտը դրված է զղջման և ապաշխարության առաջնորդելու քրիստոնյա մեր զավակներին։ Գիտենք, որ առաքելական մեր Սուրբ եկեղեցին ունի հաստատված 9 ժամերգություններ, որոնք կատարվում են իդեմս Սուրբ Երրորդության անձերից յուրաքանչյուրին։ Այսօր կմասնակցենք հանգստյան ժամերգությանը, որը կատարվում է իդեմս Հայրաստուծո, և հանգստյան ժամերգությունը օրվա ավարտը անփոփոխ ժամերգությունն է։ Խաղաղական և հանգստյան ժամերգությունները կատարվում են մայրամուտից առաջ խորհրդանշելով Քրիստոսի թաղումը, դժոխք իջնելն ու արդարների տանջանքների դադարեցումը։ Մայրամուտից առաջ Մայրաթոռի կամարների տակ նարեկացու և շնորհալու աղոթքներով հոգևոր դասը խնդրում է Տիրոջից դադարեցնել օրվա ալեկոծությունը, անդորր ու խաղաղություն փոխանցել ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մարդկանց։ Ամենաշատ աղոթքները հանդիպում ենք հանգստյան ժամերգության մեջ, ընթերցվում են Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից հատնտիր աղոթքներ, որոնք ունեն չարախափան, ունեն դիվահալած և բժշկություն պարգևող զորություն։ Ամենաերկար և հուզական աղոթքը հանդիպում ենք հենց հանգստյան ժամերգության մեջ, ուղղված Տիրամորը Սուրբ Մարիամ Աստվածածնին։ Աներ և անմահ բնություն, արարիչ հեշտագած և մարդկան և ամենայն եղել։ Հանգստյան ժամերգության անբաժանելի մաս է ներսես շնորհալու հավատով խոստովանիմը։ 24 տներից բաղկացած այս աղոթքը խորհրդանշում է օրվա 24 ժամերը։ Գարեգին II վեհափառ Հայրապետի օրհնությամբ ժամերգության այս հատվածում հավատով խոստովանիմ աղոթքի որոշ հատվածներ ընթերցում են Մայրաթոռի տարբեր կառույցների աշխատակիցներ։ Այս անգամ այդ հատվածներն ընթերցեցին Էռնեկյան դպրոցի բարձր դասարանի աշակերտները։ Հավատով խոստովանիմ աղոթքից հետո ծնրադիր երգվում է Տեր ողորմյան։ Արարողությունն ավարտվում է «Փառք քեզ Տեր Աստված մեր» մաղթանք աղոթքով։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։